Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազատամարտիկ գրող Նարէ Սոցեի հետ, բարև ձեզ Նարէ։ Բարի երեկո, ուրախ եմ կրկին շփվելու համար, սիրելի ժողովուրդ, միացեք, որպեսզի կարողանաք մեր թեժ քննարկումների մաս կազմել։ Այո, ձեր նախկին թիմակիցը Անդրանիկ Թևանյանը ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, նրան վերագրել են, մեղսագրել են ավելի ճիշտ, պետական դավաճանություն եւ լրտեսություն հօգուտ Ռուսաստանի Դաշնությանը եւ ըստ քննչական կոմիտեի շուրջ $600,000 եւ ավել գումար է վճարվել Անդրանիկ Թևանյանին, ինչ որ տեղեկություններ հաղորդելու համար, որոնք նրան ըստ քննչականի հայտնի են դարձել նրա պատգամավորական պաշտոնի բերումով։ Դուք ինչ եք կարծում, արդյոք սա իրատեսական է, արդյոք նա լրտեսել է Ռուսաստանին եւ արդյոք Ռուսաստանը այն պետությունն է, որին լրտեսել է, այսպես ասած, պետական դավաճանությունը, այսինքն թշնամի պետություն է մեզ Ռուսաստան, ինչ եք կարծում, ընդհանրապես այս դրվագի հետ կապված ձեր կարծիքը ո՞րն է։ Նախ ասեմ, որ այդ ինչ ունենք մենք լրտեսելու, որ Ռուսաստանը չգիտի, քանի որ մենք սովետական միությունից ծերված պետություն ենք ու այն ամեն ինչը տնտեսականից ելնելով մինչև քաղաքական դիպլոմատիկա ռուսների օրոք ստեղծված, ռուսների ձեռքով ստեղծված, ռուսների հետ համագործակցությամբ ստեղծված է։ Երկրորդն էլ լրտեսում են թշնամի պետությունների համագործակցելով։ Իսկ Ռուսաստանը զինակից պետություն է։ Ինչ գաղտնիք պետք է ունենա սովորական պատգամավորը, որ կարողանա դա ինչ որ մեկին որպես լրտես փոխանցել։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանին, նախ նա մանդատը վաղուց դրել էր, բանի ազգային ժողովի պատգամավոր չէր, եւ երկրորդն էլ այդ ինչ քննարկում պետք է լիներ ազգային ժողովում, ինչ քննարկում լինում է, ԿՊՀ-ականներն իրենք արդեն 2 վայրկյան հետո լրագրողներին են հայտարարում։ Ադրբեջանին մեր քարտեզները անվտանգության իրենք են վաճառել, հայրենիքը իրենք են վաճառել, Արցախը իրենք են վաճառել, Սյունիքի պոստերից մինչև մեր պոստ գնալու համար պետք է թուրքի պոստի միջով անցնենք, մեր սաղ դիրքերը տվել են թուրքերին նվեր, մի հատ էլ մեզ են դավաճանության մեջ մեղադրում, այսինքն օպոզիցիոներներին, որպես ինչ, այդ ինչ գաղտնիք պետք է տառնա ռուսներին, որպեսզի դա համարվեր պետական դավաճանություն, երբ իրենք Թուրքի հետ ամեն օր նստած հայրենիքը ծվատում են։ Երբ իրենք տալիս են անգամ այն պատերազմի մասնակիցներից կենսագրություններն ու չորնի պապկայի մեջ, այսպես ասած, գործերը, հա, որոնք որ միայն պաշտպանության նախարարությունում են ու որոնք հույժ գաղտնի են։ Քամրանը իմ մասին նյութ է կազմել, Քամրան երևի գիտեք, Ալիևի սրտի այդ բլոգերը, ռազմավարը, քուրդը այդ, բանը նյութ է կազմել, որի մեջ ասում է ես ասկյարին թողեք ինձ Երևանը գրավելուց հետո, այսինքն ինքը գիտի, որ ես ասկյար եմ, հա պարզա որ գիտի, տեսնում են, մտնում են, հետազոտում են, բայց ինչ որ մեկ այդ ուղղությունները տալիս է, չէ, ովքեր ենք մենք, ինչ գործունեություն ենք պատերազմից հետո ծավալում մենք, որտեղից գիտի, որ ես հետախույզ եմ, ես դրա մասին շատ այս վերջերս եմ նոր սկսել ասել, իսկ ինքը արդեն քանի ամիս է դրա մասին բան է անում, թողարկումներ է անում TikTok-ով։ Այսինքն Նիկոլը ինքը պետական դավաճան լինելով, Քեմալի պայմանագիրը ինքը պետական դավաճան լինելով, ասելով, որ 90% էլ չեն, երբ ա եղել, որ հայերը 90% Հայաստանում ապրեն, ուրիշների վրա փորձում են մեղք բարդել։ Ես կարծում եմ, որ կոնկրետ այդ թեմայով 100% ոչ մի կերպ անհնարին է, որ Թևանյան Անդրանիկը համագործակցում են ընդհանրապես բոլոր օպոզիցիոն ուժերը մեծամասամբ Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը մեզ զինակից եղբայր պետություն է ու նրա հետ համագործակցելը հանցագործություն չէ, քանի որ Հայաստանը դեռ անդամ է ԵՏՄ-ի, բանի, ռուսական այդ համագործակցության
ու դեռևս ոչ մեկ Հայաստանի ու Ռուսաստանի զինակցության կապը չի խզել, ինչ է նշանակում նրանց հետ համագործակցելը արգելված չի պետականորեն, եթե արգելված լիներ ու Թևանյան Անդրանիկը համագործակցեր, այդ դեպքում կլիներ արդեն ինչ վերաբերվում է, որ նա լրտեսում է ռուսներին։ Լրտես բառը մի քիչ ավելի խորքային իմաստ պետք է ունենա, ապուշ դուրս տալով հոչի, իսկ քննչականի ու քրեականի այդ կարած գործեր ազգային անվտանգությանը սպառնում են Նիկոլա ազգային անվտանգությունը նստած մուկ է տշում, եթե ասենք հաշվի առնենք, որ ես իմ սեփական մաշկի վրա զգալով անօրինականությունները քննիչների քրեական աշխատակիցների պարզ ասում եմ, որ նրանք պարզապես հլու հնազանդ վարձկաններ են, որովհետև Նիկոլը նրանց բառացի պարզ ինքը իր բերնով ասում է, որ կա այդպիսի դատավոր, որ չկարողանա, որ չկատարի իմ հրահանգը, չկա այդպիսի դատավոր։ Այնպես որ դա լրիվ կարած գործ է, դա երևում է, որ կարած է, հիմա թե այնտեղ ինչ է կատարվել խորքային ես չեմ կարող ասել, բայց համենայն դեպս 100% ոչ մի լրտեսության թեմա չկա, այնտեղ գնում է այս քարոզարշավների հետ կապված, պարզապես փորձում են հերթական անգամ Մայր Հայաստանը Բարգավաճի միավորվելու այդ թեմայով փորձում են ուղղակի Մայր Հայաստանը ուղղակի Բարգավաճին միանալու այդ դեպքի վրա փորձում են այս կողմից էլ ճզմել։ Այս կողմից էլ են փորձում ճզմել, ինչ վերաբերում է Մայր Հայաստանի հանդեպ ոտնձգություններին ոստիկանների կամ Նիկոլի, դա առաջի դեպքը չի։ Ինձանից սկսած, իմ առևանգումից սկսած, մինչև Ստեփանյանի Մայր Հայաստանի այդ մեր ավականու անդամներից Ստեփանյանի ավտոմեքենան վառելը, Արշակի հանդեպ փորձել բռնություն կիրառելը, այնպես որ մեր նախկին թիմի համար դա նորություն չէ։ Ինչի համար եմ ես լքել Մայր Հայաստանը, մեր պարզապես մեր գաղափարները չհամընկան, մենք ուղղակի մնացինք լավ բարի դրացիական հարաբերությունների մեջ, ես հիմա պայքարելու եմ ուրիշ ճակատով, կասեմ ում հետ, ինչ ճակատով, մնալու եմ բնականաբար իմ գաղափարներին համահունչ, իմ արժեքներին համահունչ ու մնալու եմ իմ դիրքերում աննահանջ, այդ 100%։ Այս գործը սասարքած գործ է, թե հետագայում ինչ կլինի, համենայն դեպս մենք բոլորս նույն խրամատից ենք, օպոզիցիայից ենք, ու եթե անգամ սատանան վաղը, ես ասել եմ, չէ, ասի, որ ես Նիկոլին կարող եմ քերել իր զավթած աթոռից, ես սատանայի հետ էլ կգնամ այդ պատերազմին, այդ մարտին, թե հետո ինչ կլինի, հետոն արդեն կլինի հետո։ Ամենայն դեպս այդպես։ Այսօր սոցիոլոգիական հարցումների պատասխաններ հրապարակվեցին PMG ընկերության Գելափի հետ հայտնի ընկերության կողմից եւ ըստ սոցիոլոգիական հարցումների 3 ընդդիմադիր ուժեր Հայաստան դաշինքը, Ծառուկյան դաշինքը, ավելի ճիշտ Բարգավաճ Հայաստանը եւ Ուժեղ Հայաստանը միասին ավելի շատ ձայն են հավաքում ընտրություններում, քան քաղաքացիական պայմանագիրը։ Եթե հավատանք այդ սոցիոլոգիական հարցումների տվյալներին, ձեր կարծիքով այս թվերը այսպիսի թվեր են Նիկոլ Փաշինյանին զեկուցում, որովհետև վերջին մի քանի օրերին դուք տեսաք, թե ինչքան նյարդային էր Փաշինյանը, այն կնոջը այնտեղ անպատվեց, Զարուհի Փոստանջյանին այնտեղ վարկաբեկեց, առհասարակ մարդիկ վախենում էին այդ օրը փողոցով գալու, որտեղ կարող է իրենց էլ բռներ միտեղ անպատվեր վարկաբեկեր։ Նիկոլ Փաշինյանը ինչու է այսքան սրել խոսույթը, արդեն վիրավորանքներով, արդեն չգիտեմ, այսպես կարմիր գծերը հատելով։ Փաշինյանը շատ գիտի, որ ինքը գահավիժում է եւ որ հենց իր տերերը իրեն չեն ներելու այդ գահավիժումը, իր պարտությունը իրեն կյանք է արժանալու եւ դա կատարողը հաստատ օպոզիցիոներ չի լինելու, որովհետեւ մեր նպատակը Նիկոլին ոչնչացնելը չի, վերացնելը չի, մեր նպատակը Նիկոլին դատելն է, համընդհանուր հայկական դատով դատելն է, պատժելն է, այնպես ինչպես ինքն է արժանի,
Համենայն դեպս մինչև դատավարության ավարտ ոչ մի օպոզիցիաներ չի ուզի, որ Նիկոլը չլինի, ոչնչացվի։ Կամ էլ ՔՊ-ի այդ առաջի էշալոնը, 5-րդ էշալոնը, ինչպես իրանք են ասում թուրքական, մենք կուզենանք բնականաբար, որ նրանք պատժվեն։ Իսկ իրեն զեկուցում են, եթե մեր համար դա գոյամարտ է որպես պետություն պաշտպանելու, պետականություն պաշտպանելու, հայրենիք պաշտպանելու, ապա իր համար դա գոյամարտ է սեփական կաշին փրկելու, այդպես նաև մնացած ՔՊ-ականների համար։ Իսկ ինչ վերաբերվում է այդ բռնկումները, Նիկոլը փորձում է երկու սցենար խաղալստից, մեկը հոգեկան խախտվածության, որ հանկարծ եթե ինչ-որ բան լինի, քանի որ մի քանի անգամ արդեն նստել է, իսկ բերդում ինքը գիտի իր հետ ոնց են վերաբերվում, այս անգամ ավելի դաժան կլինեն։ Դրա համար էլ, այսինքն նկատի ունեմ հանցագործ աշխարհի տարերը, դրա համար էլ նա երկու սցենար է խաղում հիմա, մեկը անվախ տղայի, բայց իր ահից, որովհետև այսօր էլ եկել էր մասիվ ու ես ուզում էի իջնել, մի երկու հարց ունեի, բայց դե եթե ես իջնեի, վախեցա, որ էմոցիաներս չեմ կարա կառավարեմ ու շատ անհամ բան կլիներ, ելնելով այն ամեն ինչից, որ ես իրոք ուզում եմ ինքը դատվի, ոչ թե ասենք ինչ որ ուրիշ բան, անգամ բանով սնայպերներով էր շրջում, կտուրներին նախապես ամբողջովին ոստիկանները բան էին արել, լրիվ այդ սաղ կվարտալները հետազոտել էին, կտուրներին դրել էին բաներ, սնայպերներ, որպեսզի Նիկոլը կարողանա մի երկու փողոց քայլի, նկարվի, ցույց տա, որ իրեն էլ ինչ որ մեկը դեռ աջակցում է։ Նիկոլ լավ գիտի, որ ինքը չունի ռեյտինգ, ու ոչ թե երեքը իրար հետ Նիկոլի ռեյտինգին են հաղթելու, այլ ինքը իր բոլոր արբանյակներով ընդեղ Արամիկ Քույրիկ, Բաբաջանյան, ընդեղ մի քանի Զիբիլյանոց ունի, որ դրել է Լուսավոր, Էդմոն Մարուքյան, Լուսավոր Հայաստան, մի քանի տենց մանրապճեղ բաներ է դրել, նրանց հետ միասին անգամ գումարած ինքը չի կարողանալու շեմ հաղթահարի, բնականաբար, չի էլ կարողանալու որպես անգամ երրորդ ուժ մտնի, դրա համար էլ իր մոտ հիստերիա է ու միակ խաղաքարտը, որ իբր իրեն թվում էր թոշակներից պրծավ, անդադ գոռում էր թոշակները ոնց է, թոշակները ավելացրի, հիմա էլ արդեն անցել է մի ուրիշ ավելի հետաքրքիր ձևի բանին, ինչա Քոչարյանի ու Սամվել Կարապետյանին վիրավորել փորձելուն, որովհետև իր տիպի ճիճուն այդ ոչնչությունը, նա ոչ մեկին իր ասածը, ասույթը, ոչ մի արժեք չունի, որ ինչ որ մեկին վիրավորի կամ չվիրավորի։ Ես Զարուհու պահով ասեցի նաև հայլակոմվում, որ հիմա որ դուք իրեն ճիճու եք անվանում, ես սովորաբար կասեի, որ խնդրում եմ առանց վիրավորանքների, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը բոլորին վիրավորում է, այն մեկին ասում է համբալ ռադդ քաշի, այն մեկին ասում է կզսնելու եմ, այն մեկին ասում է կտրելու եմ, Զարուհուն ասում է գետինը մտնես, ծախված, ստահա։ Ես հիմա բարոյական իրավունք չունեմ ձեզ ասելու, որ մի վիրավորեք Նիկոլ Փաշինյանին։ Ես միշտ ասում եմ, ուրեմն ընդհանրապես որպես գիտակից մարդ, ես այդ խոսույթը չգիտեի, որ դեռ իմ մեջ ողջ է, 94 թվականից հետո ես կարծում էի, որ արդեն ուսում ստացա եւ այլն, լրագրողի ու խմբագիրել էի աշխատում, ինձ թվում էր ես այլևս այդ գռեհիկ բառերը օգտագործելու ոչ թե միայն առիթ չեմ ունենա, ցանկություն էլ չեմ ունենա, բայց հավատացեք, Նիկոլը իր թավիշով կարողացավ անգամ իմ նման հավասարակշիռ առհասարակշիռ մարդուն համել են աշճանի ափերից, որ ես իր ասցեի միայն հայհոյանքով եմ խոսում ու այն մարդիկ, որոնք ինձ 92-ից գիտեին, միշտ ասում են, որ վերադարձել է քո մեջի սոսեն, հիմա թավիշով վերադարձել է քո մեջի սոսեն, բայց արի սենց անենք, սրանց ղրգենք, որպեսզի նարեն հետ գա, որովհետև մեր երկրին ավելի շատ հաղթելուց հետո նարենա պետք լինելու, այսինքն այդ լրագրող տեսակը, գրող տեսակը էլի, դրա համար ես հիմա շատ պարզ ասում եմ, որ
Նիկոլի նմանների անունը տալուց արդեն վիրավորանք է։ Նիկոլ ինքը արդեն հայհոյանք է։ Որ մեկը մեկին բան է ասում, հիմա ասում Նիկոլ ելնեմ, թե սուտ եմ ասում։ Արդեն այն աստիճանի է, որ դրա համար իրար խփում են երեխեք փողոցում։ Դա արդեն ինքա։ Իսկ Զարուհուն վիրավորելը, ինքը Զարուհու նման հայրենասեր աղջկա, ոտքի կեղտը չարժե, իզուր անտեղ ինքը լավ գիտի դա։ Ու ինքը ոչինչ է, որ կարողանա նման մարդկանց վիրավորել, ովքեր որ ամբողջ հոգով փորձում են ամեն կերպ հայրենիք պաշտպանել։ Մեկ ճիշտ է ստացվում բոլորիս մոտ, մեկ սխալ, մեկ ասենք ինչ որ բանից ելնելով ճիշտ չենք մտածում, մեկ ճիշտ ենք մտածում, բայց ամեն դեպքում գոնե տեսակ կա, որը որ հայրենասեր տեսակ է, իսկ Զարուհին արմատական արևմտյան Հայաստանից է, այնպես որ նրա մեջ գենետիկ կա այդ ֆիդայականը։ Այդ իրավիճակն է ամենտեղ։ Շատ լավ, հետևենք Կարոզ Արշավի ընթացքին, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եւս շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար ու ուզում էի ասեի, որ Թևանյան Անդրանիկին դիմացի, սա էլ կանցնի, սա էլ հերթական փորձություն է ու անկախ բոլոր տեսակի ինչպիսի էլ որ լինի ասենք անախորժություններ կամ թիմի ներսում կամ ասենք խրամատի ներսում այսպես ասած, միևնույն է մենք գաղափարակիցներ ենք ու բոլորս իրար հետ ուսուսի տված պետք է երկիրը ազատենք նիկոլիզմից։ Թևանյան Անդրանիկը իրոք այս հարցում ես համոզված եմ, որ կարած գործ է այդ ամեն ինչը ու մաղթենք, որպեսզի մեր Զառան էլ նորից կարողանա հանել ինչպես բոլորիս է հանում ծանր իրավիճակներից, մեր Սերգեյի հետ միասին կարողանա հանել Թևանյան Անդրանիկին էլ այս իրավիճակից։ Մաղթենք շուտապույտ ազատում, որպեսզի կարողանանք նորից փողոցում պայքարել, Անդո։ Եղավ, շնորհակալ եմ շատ։